Եբրայեցիներին 11-րդ գլուխ։ Եվ առաջին խոսքում գրված է. Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է։ Ամեն։ Փառք Աստծուն։ Եվ մի տեղական եկեղեցու հովիվ մոտեցավ ինձ, ու մի հարց տվեց. Ինչու եք դուք այդքան շատ սովորեցնում հավատքի մասին։ Ես պատասխանեցի. Առաջինը, դուք չեք կարող փրկվել առանց հավատքի։ Եթե դուք նայեք Եփեսացիներին 2-րդ գլխի 8-րդ խոսքին, այնտեղ գրված է. Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, եւ սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ Առանց հավատքի դուք չեք կարող փրկություն ստանալ։ Նաեւ ասացի նրան. Երկրորդը, եթե դու հավատք չունես, չես կարող ապրել Աստծո համար, որովհետև Հռոմեացիներին 1:17-ում, Գաղատացիներին 3:11-ում, Եբրայեցիներին 10:38-ում գրված է. Բայց իմ արդարը հավատով կապրի։ Ամեն։ Դուք չեք կարող ապրել Աստծո համար, առանց հավատքի։ Նաեւ ասացի. Դուք չեք կարող ապրել քրիստոնեական կյանքով, ընթանալ քրիստոնեության մեջ, առանց հավատքի։ Որովհետև Աստվածաշնչում գրված է. 2 Կորինթացիներին 5:7-ում, որովհետև հավատով ենք ընթանում եւ ոչ թե տեսողությամբ։ Նաեւ ասեցի. Դու չես կարողանա հաճո լինել Աստծուն։ Որովհետև Եբրայեցիներին 11:6-ում ասվում է. բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել։ Ամեն։ Նաեւ ասեցի. առանց հավատքի դու չես կարող հոգևորապես աճել։ Այո, դու կարող ես աճել ուրիշ ոլորտներում, բայց հոգևոր ոլորտում չես կարող զարգանալ։ 2 Թեսաղոնիկեցիներին 1:3-ում ասվում է. որովհետև ձեր հավատը գնալով աճում է։ Ամեն։ Այդ հովվին նաեւ ասեցի. դու առանց հավատքի չես կարող հաղթանակ ձեռք բերել։ Եվ դու չես կարող դառնալ հաղթող։ Եթե նայենք առաջին Հովհաննես 5:4-ին, այնտեղ ասվում է. որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատը։ Նա ասաց. Աստված իմ։ Ես ծառայել եմ 25 տարի եւ դեռ չեմ սկսել քարոզել։ Նախկինում նա չէր քարոզել այն բաների մասին, որոնց մասին ես խոսում էի հիմա։ Ամեն։ Փառք Աստծուն ամեն ինչի համար։ Ալելույա։